Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, հուսանք որ լավ եք, մենք դարձյալ եթերում ենք, այսօր որոշել ենք անդրադառնալ հայկական առողջապահական, նաև տնտեսական ներուժին, թե ինչ նորարարություններով, ինչ արտադրանքներով Հայաստանը այսօր կարող է մրցունակ լինել ոչ միայն երկրի ներսում, այլև տարածաշրջանում, իսկ ինչու ոչ վաղը արդեն ամբողջ աշխարհում։ Առողջ առավոտ, Բժիշկ Ամիրյան։ Առողջ առավոտ, Բժիշկ Ավետիսյան։ Ես ուզում եմ իմանալ, ինչպես էր առանց ինձ անցած անգամ, քանի որ ես կրկին ձեզ մենակ էի թողել։ Ես դիմեմ մեր թիմին, առանց Բժիշկ Ամիրյանի, ես միայնակ միշտ ավելի ծանրաբեռնված եմ, բայց իրականում առանց ձեզ լավ չէ, որովհետև ես կարծում եմ, որ մեր այս համարձակ եւ ներդաշնակ ընկերությունն է եւ գործընկերությունն է, որ ավելի դիտարժան է դարձնում առողջ առավոտը, չէ՞ սիրելի հեռուստադիտող։ Այնպես որ մենք անդրադառնանք մեր այսօրվա հյուրին, մենք այսօր խոսելու ենք իսկապես մի շատ հետաքրքիր թեմայից, ինչի կապակցությամբ հյուրընկալել ենք Բարի ընկերության բժշկական ներկայացուցիչ բժիշկ Վարդուհի Ավետիսյանին։ Առողջ առավոտ, Բժիշկ Ավետիսյան։ Առողջ առավոտ, Բժիշկ Ավետիսյան, առողջ առավոտ, Բժիշկ Ամիրյան։ Առողջ առավոտ։ Տիկին Ավետիսյան, ես ուզում եմ խնդրել ձեզ մի ներկայացնեք Բարի ընկերությունը, ինչ արտադրանքով ենք զբաղվում, ինչով ենք մենք Հայաստանում նորարար, որից հետո արդեն կարծում եմ շատերը գիտեն, բայց նաև շատերը գուցե չգիտեն։ Դրանից հետո արդեն խոսենք առարկայական ինչ ճանապարհ եք դուք անցել։ Բարի ընկերությունը հիմնվել է 2015 թվականին, ներկրող է բազմաթիվ ֆիրմաների օրթոպեդիա և տեղական արտադրող է նույնպես։ Կազմված է 3 ճյուղից, խանութների ցանց, Հայաստանում ունենք 7 խանութ, Երևանում 5, Վանաձորում 1, Գյումրիում 1, ունենք 4 խանութ նաև Վրաստանում, Բարի Ջորջիա։ Ունենք տեղական արտադրություն մահճակալների, սանիտարական հարմարանքների, ալկոտեստերների, պուլսօքսիմետրերի, միակն ենք Հայաստանում, որ արտադրում ենք բժշկական ֆունկցիոնալ մահճակալներ և մնացած պարագաները նույնպես, և ունենք պրոթեզավորման, օրտեզավորման կենտրոն վերականգնողական։ Այս տարիների ընթացքում մենք ունենք մեր կայուն դիրքը շուկայում։ Շատ լավ, այսինքն բժշկական մահճակալների մասին է խոսքը, բժշկական նշանակության ապրանքների։ Տարիներ առաջ կարծիք կար, որ Հայաստանում նման բաներ չի կարող արտադրվել, ամեն ինչ պետք է ներմուծել։ Ինչպես է կազմակերպվում արտադրությունը, որտեղ է գտնվում գործարանը, գուցե ինչ-որ մանրամասներ տաք մեզ, որովհետև մենք այսօր ոչ թե ուզում ենք, որ բրենդը ընդգծել, մենք բացարձակ չենք պատրաստվում գովազդանել, մենք հանրային, այսպես ոչ կոմերցիոն հաղորդաշար ենք եւ մեզ համար կարևոր է ցույց տալ տնտեսական ներուժը Հայաստանի, իդեմ ձեր կազմակերպության օրինակի, այնպես որ փոքր պատմությունը պատմեք նաեւ, այսինքն 15 թվականից շուրջ 10 տարի է արդեն։ Այո, արդեն մենք նշում ենք մեր 10-ամյակը։ Արտադրության հետ կապված կարող եմ ասել, որ էլի շեշտեմ, որ միակն ենք Հայաստանում, որ արտադրում ենք մահճակալներն ու ալկոտեստերները, պուլսօքսիմետրերը, նաև թե տարածում ունի մեր ներքին շուկայում, թե արտահանում ենք դեպի Ռուսաստան և Վրաստան։ Արտադրում է Արիդես կազմակերպությունը, որի պաշտոնական ներկայացուցիչն է Բարի ընկերությունը և վաճառքը իրականացում է մեր խանութ սրահներում։ Ես փորձում եմ հասկանալ, մահճակալները նախատեսված են ինչպես հիվանդանոցային պայմաններում, այնպես էլ այն ծանր բավականին հիվանդներ, ովքեր անկողնային են, ովքեր կարող են նույնիսկ գնել այն պարագայում, որ ունենան տանը, որպեսզի բազմաֆունկցիոնալ մահճակալներ լինեն, ես ճիշտ հասկացա։ Այո, մեր գնորդներն են հանդիսանում մահճակալների թե կլինիկաները, թե սովորական խնամքի կարիք ունեցող, հիվանդ ունեցող մարդիկ, նաև տրվում են դրանք վարձույթով նույնպես։ Ես եթե չեմ սխալվում, տարբեր դեղատներում նաև, որոնք ձեր ֆիրմային խանութները չեն, ես հանդիպել եմ ձեր ապրանքներին, ինչ որ մի անկյուն նախատեսված է, որտեղ եթե չեմ սխալվում, կամ ձեր կողմից ներմուծված, կամ ձեր արտադրանքն է ներկայացված, այսինքն շատ ավելի լայն համագործակցում ենք։ Ամբողջ հանրապետությունում ըստ էության ներկայացված եք։ Այո։ Իսկ օրինակ որ դեպքերում ես պետք է հասկանամ, որ ոչ միայն որպես, այսպես ասած, B2B սեգմենտում կազմակերպություն, այլ ես կամ ձեր ֆիրմային խանութ ինչ կարող եմ այնտեղ տեսնել, եթե ես ունեմ խնամքի կարիք ունեցող բարեկամ կամ հարազատ,
ինչի մասին է խոսքը, այսինքն նստասայլակներ, ամեն ինչ կներկայացնեք մի փոքր ինչ եք արտադրում կամ ինչ եք ներմուծում դուք։ Մենք ներմուծում ենք եւ արտադրում ենք հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար անհրաժեշտ ամեն ինչ։ Սկսած օրթոպեդիայից, սայլակներից, քայլակներից, ձեռնափայտերից, մահճակալներից, մատրասներից, պարկած հիվանդների համար խնամքի պարագաներից, սուպինատորներից, սպորտսմենների համար հատուկ օրթոպեդիայի հետ կապված, որպեսզի սպորտով զբաղվողները ճիշտ հետևեն իրենց առողջությանը, շատ բազմազան է մեր տեսականին։ Ունենք նաև թթվածնի ապարատներ, ունենք շնչառական խնդիրներ ունեցող անձանց համար ամեն ինչ, այսպես ասեմ, թե բալոններ դրսում քայլելուց, որպեսզի թթվածնի պակաս չունենան, թե պարկած հիվանդների համար։ Նաև պատրաստում ենք լույս բարիում սուպինատորներ ինդիվիդուալ։ Մի քիչ պատմեմ լույս բարիի մասին, պրոթեզավորման եւ օրտեզավորման վերականգնողական կենտրոն է, որտեղ յուրաքանչյուր պացիենտին անհատական մոտեցում է եւ պրոթեզավորվում է բարձրակարգ ֆիրմաներից, մենք հանդիսանում ենք Օսյուր ֆիրմայի եւ Մետիզի պաշտոնական ներկայացուցիչը, նաեւ համագործակցում ենք Օտոբոկի հետ հանրաճանաչ, ուսումնասիրելով կոնկրետ դեպքը պրոթեզավորում ենք կամ օրտեզավորում ենք պացիենտին մաքսիմալ խնամքով վերաբերվելով կոնկրետ մարդուն։ Ինդիվիդուալ սուպինատորների դեպքում նույնը կարող եմ ասել, որ ապահովում են մարդու մաքսիմալ կոմֆորտ, այսինքն ամեն ինչ արվում է որակով բարձրակարգ մասնագետների կողմից։ Մեր մասնագետները բոլորը վերապատրաստվում են ժամանակ առ ժամանակ, պահում ենք հետադարձ կապը հաճախորդների հետ, որպեսզի մենք կարողանանք վերահսկել որակը եւ մեզանից գոհունակությունը։ Խոսքը վերաբերում է նաեւ երեխաներին։ Այո, ուզում եմ նաև նշել, որ երեխաների հետ կապված կարող եմ ասել, շեշտադրումը դրվում է մանկական ուղեղային կաթված ունեցող բալիկների հետ կապված, սայլակներ, քայլակներ տրամադրվում են հավաստագրով անվճար։ Մեր բոլոր խանութ սրահներից կարող են վերցնել, նաև երբեմն կազմակերպում ենք առաքում, որպեսզի կոնկրետ մարդկանց համար լինի ավելի հարմար։ Հետաքրքիր է, այսինքն յուրաքանչյուր քաղաքացի պարբերաբար կարող է գալ եւ տեսնել այդ ամենը ձեր ֆիրմայի խանութ սրահներում։ Իսկ որտեղ է գտնվում գործարանը, օրինակ քաղաքացիները կարող են հետաքրքրության համար գալ եւ գործանում արտադրական process տեսնել։ Մեր արտադրամասը Արիդեսը գտնվում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Իհարկե ուրախ կլինենք ընդունել ցանկացած մեկին, ում հետաքրքիր է մեր արտադրանքը եւ մենք մեծ սիրով կցուցադրենք այն process-ները, որոնք կատարվում են մեզ մոտ եւ հպարտությամբ կարող եմ նշել, որ ժամանակին մեզ այցելել է առողջապահության նախարարը եւ ունեցել ենք շատ հյուրեր բժիշկներից, որոնց հետաքրքիր է եղել արտադրական process-ը։ Այ ինչն է հետաքրքիր, այսպես նշում ենք անդադ, ես իհարկե գովազդային սաչեն չի, բայց ինքս վիրաբույժ լինելով բավականին առնչվում ենք, որովհետև բարինկերություն ունի գոտիներ հետ վիրատական, որոնք որ մեզ բաց վիրահատությունների ժամանակ պետք է լինում եւ երբ որ կարծես թե մենք անընդհատ փնտրտուքների մեջ ենք այս ֆիրմայից այն ֆիրմային եւ որակյալ առումով տեսնում ենք, որ դժում են, բայց առնչվեցինք երբ որ առաջին անգամ հասկացանք իրոք ես իմ աչքով, իմ ձեռքով ունենալով ինքս էլ այդ գոտին հստակ կարող եմ ասել, որ որակը իրոք բարձրակարգ է, անգամ 3 ամիս կրելու դեպքում, 4-5 ամիս կրելու դեպքում չի վնասվում ընդհանրապես։ Դե եթե բանը գնաց դրան, ես էլ հիշատակեմ, որ 2020-ին, 2020-ի եւ պատերազմի եւ COVID-ի ժամանակ ի պաշտոնե, երբ վարչարությամբ էի զբաղված, շատ լուրջ առնչություն եմ ունեցել եւ ինձ համար սկզբունքային էր գույքը ձեռք բերել հայրենական արտադրության ընկերությունից եւ երբ որ կար հնարավորություն ինչ որ քանակի գնումներ անել, օրենքով նախատեսված կարգով մենք ես երբեք չեմ զղջում այդ գնումների համար, որովհետեւ մենք նոր բաժանմունքներ էինք հիմնում, ծավալվում էինք, պատերազմի օրերն էին, COVID-ի օրերն էին եւ այդտեղ առանցքային դերակատարում ունեցավ բարի ընկերությունը եւ ինձ համար որպես հայ մարդու
քաղաքացու շատ ավելի կարևոր է, երբ որ իմ երկրում կա որակյալ արտադրանք։ Եթե նույնիսկ հումքը դրսից է ներմուծվում որոշ բաներ, բնականաբար նորմալ է, որ ուրախանում են, որ արտադրական process-ը այնուհանդերձ այստեղ է, որովհետև դա տնտեսական շարժիչ ուժն է, այսօր մենք խոսում ենք առողջապահական նորարարությունների տնտեսական ներուժի մասին Հայաստանի Հանրապետությունում եւ կարծում եմ դուք լավագույն օրինակն եք, որ կարծրատիպեր կոտրեցիք, որ այո Հայաստանում ոչ միայն պետք է ներմուծել, այլև կարելի է արտադրել եւ հաջողել Եվ նույնիսկ դուրս գալ արտահանել, այսինքն վրացական շուկա, որը եւս փոքր չէ։ Հայաստանը եւ Վրաստանը միասին եւ Ռուսաստանի Դաշնությունում եւս։ Ես վերջերս, եթե չեմ սխալվում, Ռամադա հյուրանոցում կայացավ ձեր այսպես տասնամյակին նվիրված միջոցառում, սկզբում զարմացա, բայց հետո հիշեցի, որ մենք էլ էինք ներկա գտնվում եւ շատ տպավորիչ էր միջազգային խոսնակներով, միջազգային հյուրերով ձեր գործընկերները ինչ իմաստ ուներ այդ միջոցառումը եւ հանրային առողջապահական տեսակետից եւ ձեր դիրքը շուկայում ամրացնելու համար ինչ կարծիք ունեք, ինչպես հետո ինչ կարծիքներ եկան միջոցառումից հետո։ Ուրեմն բացի նրանից, որ մենք տեղական արտադրող ենք, նաև ներկրող ենք բազմաթիվ ֆիրմաներից, մենք օֆիցիալ ներկայացուցիչ ենք հանդիսանում շատ հանրայիտ ֆիրմաների, Էկոտեն, Հարթման, Ծյուան, Շտիգելմայեր։ Մենք այդ միջոցառումը կազմակերպեցինք Շտիգելմայերի հետ միասին։ Շտիգելմայերը ներկայանում է հանրաճանաչ կազմակերպություն է, 100-ամյա պատմություն ունի, ներկայանում է իր մահճակալների եւ շատ պարագաների, որոնք համարվում են լյուքս դասի աշխարհահռչակ ֆիրմա է եւ ներկայացվեցին մահճակալների տեսակները եւ ուրախությամբ կարող եմ նշել, որ բոլորին շատ դուր եկավ ու տեղեկացված եղան, որ կարող են անմիջապես բարիում պատվիրել եւ ունենալ իրենց մոտ համապատասխան բարձր որակի մահճակալներ։ Դե մենք մի փոքր առաջ վազենք եւ գաղտնիք չէ, մենք այս նախագիծը հիմնեցինք հայկական առողջապահական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում որպես ենթանախագիծ Venture Global ընկերության կողմից եւ ներկայումս մենք եկել ենք համաձայնության, որ դուք էլ ծանրակշիռ ներկայացում եք ունենալու նաեւ մեր ցուցահանդեսի շրջանակներում, կարծում եմ հարմար առիթ է, որ մենք ամբողջ մեր հանրապետությանը, մեր քաղաքացիներին սիրելի հեռուստադիտող հրավիրենք Meridian Expo կենտրոն նոյեմբերի 27-ից 30-ը, որտեղ բարի ընկերությունը իր բոլոր ենթակազմակերպություններով, ներկայացություններով, այս բոլոր բրենդները, դժվար անուններով, որոնք որ դուք վարկեցիք, այնտեղ ներկայացված են լինելու եւ կարծում եմ բացի գործարան գալուց հրաշալի առիթ է, որ այցելեն ձեր մեծ զոնա է ձեր համար նախատեսված, որտեղ որ ներկայացնելու եք ձեր ըստեյության ամբողջ ապրանքատեսականիները, ինչով հետաքրքիր է, ինչով եք պատրաստվում գրավել հաճախորդներին պոտենցիալ եւ մեր քաղաքացիներին ինչ կարող են այնտեղ սովորել, բացի այն, որ տեսնեն, ինչ-որ փոքրիկ տրեյնինգներ, կրթական ծրագրեր նախատեսում եք, ինֆորմացիոն իրազեկում, որը ինչի համար կարելի է օգտագործել, ես չունեմ որևէ խնդիր, բայց ուզում եմ հասկանալ, որ Աստված մի արածը ինչ որ բան պետք լինի, գամ ցուցանեմ։ Հնարավոր է դա ձեր տաղավարներում։ Այո, իհարկե հնարավոր է, մենք տաղավարում ցուցադրում ենք մաքսիմալ հնարավորինս տեսականի, որովհետև մեր տեսականի շատ մեծ է, բայց կլինեն մահճակալներ, կլինեն օրթոպեդիայից այն հետաքրքիր ապրանքները, որը կարող է ցանկացած հաճախորդի անցնելուց հիշվի, որ ինքը իմանա, որ բարից կարող է վերցնել։ Նաև ուզում եմ նշել, որ մեր նախկին փորձը ցույց է տալիս, որ աղի լամպերն են մեծ ուշադրություն գրավում եւ անգամ շատերը հիացմունքով նայում են ու զարմանում, որ աղի լամպը արտադրվում է Հայաստանում։ Նույն Arides ֆիրմայում։ Այնպես որ կարող եք համենալ, կլինի շատ հետաքրքիր։ Ես տեղյակ եմ դրա մասին բժշկացիան։ Կլինի շատ հետաքրքիր եւ բացատրական ցանկացած ապրանքի մասին կխոսենք, որպիսի ժողովուրդը ճիշտ պատկերացնի, այն ով որ մեր մասին չի լսել դեռ, ինչով է զբաղվում բարի ընկերությունը։ Սիրելի հեռուստադիտող, իրականում այդ ցուցահանդեսը կարծրատիպեր կոտրելու է գալիս, որովհետև երկար տարիներ Վիշկամիրյան առողջապահական բժշկական էքսպոների մասին կարծիքը շատ թյուր էր, երևի դրա նախադեպը կար 90-ականներին, 2000-ականներին, երբ որ մեր երկիրը վերակառուցման փուլում էր,
որոշ խաղացողներ հանդես էին գալիս, ներկայացնում են հիմնականում բժշկական նշանակության ապրանքներ, հենց մեկը մյուսին եւ պոտենցիալ այս B2B սեգմենտին, հա, բժշկական կենտրոններին, բայց քաղաքացիների մեծ հոսք չկար, որովհետեւ քաղաքացին սոնոգրաֆիայի ապարատ չի գնելու կամ ինչ-որ մի բան։ Իսկ հիմա մենք արդեն աստիճանաբար զարգանում ենք եւ էքսպոները երկրների համար մշակույթ են դարձել, որտեղ դուք սիրելի հեռուստադիտող ամենասովորական քաղաքացին, որ առաջին հայացքից դրա հետ կապ չունի, կարող է գալ եւ ծանոթանալ ներսից մեր առողջապահությանը առանց ստրեսի, առանց որևէ կաշկանդվածության, առանց որևէ պարտավորության, որ դուք այդ այցի վերջում ինչ-որ բան պետք է վճարեք, 8000 քառակուսի մետր տարածքում լինելու է մի ամբողջ առողջապահական փառատոն, տոնախմբություն, որտեղ դուք հնարավորություն եք ստանալու այդ թվում բարի ընկերության արտադրանքին ծանոթանալ, շոշափել, փորձել, քննարկել, ստանալ կարծում եմ հատուկ զեղչեր, ինչ որ արտոնություններ, գուցե ինչ որ հետաքրքիր խաղարկություններ, փառատոնի նման այսպես անակնկալներով, փաթեթներով տարբեր բաներ կունենանք, ինչը որ իհարկե հրաշալի է եւ մենք էլ ամեն ինչ անում ենք, որ այդ մշակույթը Հայաստանում կանա, որ մարդիկ ընտանիքներով վերկենան, ինչպես որ տուն էքսպոին են գնում, ինչպես որ շինարարությանն են գնում, այն մյուսը, նաեւ առողջապահությանը գան, այնպես որ սա կարծում եմ հետաքրքիր ուղղություն է։ Այնուհանդերձ ես կուզեի մի քանի բառով էլ խոսենք Վրաստանի մասին, դուք ինչ հաջողություններ ունեք այնտեղ եւ ինչքանով է դաժան մրցակցությունը, արդյոք այնտեղ կան լոկալ արտադրողներ, ինչպես է շուկան ընդհանրապես Վրաստանում, որպես արդեն հայ բրենդ, որ հայկական բրենդ, որ ներկայացված է այնտեղ։ Վրաստանում պատմությունը բարի մի փոքր ավելի քիչ է, քան Հայաստանում, սակայն այդ կարճ ժամանակում մենք հասել ենք նրան, որ ունենք 4 խանութ, համագործակցում ենք պետական մարմինների հետ, առողջապահական եւ սոցնախարարությունների հետ այնտեղ, ունենք հավատարիմ շատ հաճախորդներ, թե կլինիկաների տնօրենների, իդեմս կլինիկաների տնօրենների, թե սովորական հաճախորդների, Բարի Ջորջյան նույնպես կայուն դիրքերում է Վրաստանում։ Իդեպ ես վերջերս առիթ եղավ ընտանիքով մենք Վրաստանում ենք, մեծ տղաս այնտեղ համերգների էր եւ փողոցում անցնելիս երթևեկելիս մենք տեսանք այդ խանութը, շատ լավ զգացինք մեզ, այսպես մատով չի կարելի ցույց տալ, մատով ցույց տվեցինք եւ ուրախացանք, ինչու եմ բժշկամիջան, ես սա կարևորում, որ տասված, որ դուք իսկապես տարածվեք եւ Հայաստանի շուկան ձեզ համար իսկապես փոքր լինի եւ մենք այնքան հագեցած լինենք, որ մենք արդեն աշխատենք տարածաշրջանի եւ մյուս աշխարհի մյուս երկրների վրա այդ հիվանդանոցները հագեցնելով, իրականում առանց կատակի մեր հիվանդանոցները բավականին հագեցել են, գուցե կառուցվում են նորերը, Աստվածտան նաեւ պահանջարկը միշտ լինի, այնքան բարձրորակ լինի, որ փոխեն տեխնիկան եւ այլն, մաքսիմալ հոգուտ պացիենտի, ես եթե չեմ սխալվում, դուք հարց ունեիք։ Այո, ես մեկ հարց ունեի, մենք հասկացանք տեսականու մասին ծանոթացանք, ինչ է սպասվում առաջիկայում, արդյոք համալրումներ սպասվում են տեխնիկական առումներով, որից է նորություններ, որոնք որ այս պայն բարիում չկան, որոնք պիտի լինեն։ Միշտ մենք մեր առաջ խնդիր ենք դնում ել ավելի ծավալները մեծացնելու եւ ել ավելի նորությունները բերելու հայաստանյան շուկա։ Այսինքն միշտ սպասվելու են նորությունները լինելու են ել ավելի հետաքրքիր, սպասեք մեր լավ նորություններին։ Շատ լավ, փակագծերը չբացեցիք, բայց Վրաստանի մասին խոսեցինք բժշկավետությամբ, բայց ինչպես նշեցինք, նաև իմացանք, որ Ռուսաստանում էլ կա, հա, տարբերակներ, որտեղ խոսենք էլի մի փոքր Ռուսաստանի վերաբերյալ, արդյոք Վրաստանից ավելի հին է, թե ավելի նոր է համագործակցությունը։ Շատ վաղուց ռուսաստանյան շուկայում առկա է Sims ընկերությունը եւ Med Magazine խանութների ցանցը 25 տարուց ավել։ 25 տարվա մեծ պատմություն ունի, անցած մեծ ճանապարհ եւ բավականին հաջողություններ, որից հետո նոր առաջացել է միտք հիմնել Հայաստանում բարին։ Այսինքն սա էլ իմացանք եւ կարծես թե մենք մոտենում ենք հաղորդման ավարտին։ Ամեն դեպքում մենք մաղթում ենք, որ դուք նոր գործարաններ կառուցեք Հայաստանում եւ տնտեսական ներուժի համար կարեւոր թիրախային օբյեկտ լինեք, առայն որ ամբողջ աշխարհը փորձի նաեւ օգտվել, որովհետեւ ինչքան էլ որ գերտերությունները չինական արտադրությունը շուկան լցրել են, հեղեղել են ամբողջ աշխարհը, բայց կարծում եմ կան շուկայախորշեր, նիշաներ, որտեղ որ մարդիկ նախընտրում են ավելի թանկարժեք, ավելի որակյալը եւ գոնե թե տարածաշրջանում կարծում եմ որ դրա անհրաժեշտությունը կլինի։ Հաջողված օրինակ է Ռուսաստանը, հաջողված օրինակ է Վրաստանը, սա թույլ է տալիս մտածել, որ կարող ենք ավելի ծավալվել, մենք մաղթում ենք իսեր թե դա Ձեզ իսկ դուք սիրելի հեռուստադիտող եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ բարի ընկերության բոլոր ենթակազմակերպությունների
արտադրանքներին եւ Հայաստանում արտադրված եւ աշխարհից ներմուծված կարող եք ծանոթանալ Մերիդիան Էքսպո կենտրոնում նոյեմբերի 27-ից 30-ը, որտեղ դուք ունենալու եք ծավալուն գեղեցիկ մեր հետաքրքիր տաղավար։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզ Տիկին Ավետիսյան, ձեր առողջ առավոտը մեզ նվիրելու համար, ձեր պայծառ էսպես երանգների մեջ։ Սիրելի հեռուստադիտող, իսկ ձեզ ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 27-ից 30-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում կայանալու է հայկական առողջապահական միջազգային ցուցահանդեսը, որտեղ բարի ընկերությունը իր բոլոր արտադրատեսակներով եւս ներկայացված կլինի։ Ձեզ մնում է չզլանալ եւ համենալ ու ծանոթանալ այդ ամենին։ Բժիշկ Ամիրյան, շնորհակալ եմ ձեզ։ Տիկին Ավետիսյան, ձեզ էլ եմ շնորհակալ։ Բոլորիս առողջ առավոտ, կհանդիպենք վաղն առավոտյան։